Ուրեմն նախ նորից ողջունում եմ բոլորիդ ու ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ աշխատանքից հետո վստահ եմ լիքը գործ արած, հոգնած, բայց միացել եք, այս նշանակում է, որ թեման, որի մասին խոսելու ենք, իրականում կարևոր է։ Ես էլ իրականում ուրախ եմ այս հնարավորության համար, ոնց որ Էլիզա ասաց, իմ ամենասիրելի թեմաներից է ու կարմիր լենտայով բոլոր օղակներում օգտագործվում է։ Ես սա կարամ ստոպ անեմ, որ իմ մոտ ես մենակ տեսնեմ սա։ Ուրեմն խոսելու ենք կորպորատիվ մշակույթից և մի փոքր ուզում եմ անդրադառնամ ինչ կետերի ենք անդրադառնալու, բայց քանի որ ես ցանկում տեսա, որ ոչ բոլորին եմ ճանաչում, առաջարկում եմ մի հատ ծանոթանանք, կարճ ներկայացնեմ իմ մասին։ Ես Մանեն եմ Բաբեսյան, 5 տարի է հանդիսանում եմ Նաիրի ինշուրանսի մարդկային ռեսուրսների կառավարիչը, բոլոր HR բլոգերն եմ ղեկավարում, շուկայում արդեն 10+ տարի եմ, իսկ աշխատաշուկայում երևի թե արդեն 16։ Բեքգրաունդս հոգեբանություն է ու շատ սիրում եմ բեքգրաունդս, եթե նորից մասնագիտություն ընտրելու լինեի, միանշանակ նորից հոգեբանություն կընտրեի։ Եվ մի փոքր ներկայացնեմ Նաիրիի մասին, Հայաստանում ամենահին ապահովագրական ընկերությունն է, 96 թվականին է հիմնադրվել, բայց արդեն 28 տարվա պատմություն ունենք, բայց նաև ամենազարգացողն է, առաջատարների շարքում ենք և միակն ենք, որ առանց ընդհատումների ենք գործում, կարծում եմ սրան դեռ ընթացքում մեր քննարկման անդրադառնալու ենք, որովհետև մշակույթը հենց այդ հիմնաքարերից մեկն է եղել։ Առաջին և միակ ապահովագրական ընկերությունն ենք, որ ունենք Կուրտիսի կողմից տրված B1 տանեմ մի կողմ, որովհետև չեմ տեսնում, ձեզ մոտ նորմալ չէ՞։ Մեզ մոտ երևում է ամեն ինչ նորմալ է, ուղղակի կխնդրեմ բոլորը մյուտ լինեն։ Ես էի ուզում խնդրեի, միակն ենք, որ ունենք Կուրտիս միջազգային վարկանիշային գործակալությունից B1 վարկանիշ, որը կայուն հեռանկարն է, այսինքն ֆինանսական չլսեցի։ Լավ, երևի թե միկրոֆոնի խնդիր է։ Վերջերս օրեր առաջ, միգուցե եթե մեզ հետևում եք, տեսած լինեք, որ S&P Global ընկերության կողմից ստացել ենք նաև կորպորատիվ կանոնության միջազգային գնահատական, ու սա մեր թիմի համար շատ ոգևորող է և մեր առաջիկա մի քանի տարիների ռազմավարության մեջ միանշանակ հստակ լինելու է, որ գնում ենք այս ուղղությամբ և հավակնելու ենք ESG-ի սերտիֆիկացմանը։ Չնայած, որ ոլորտի ամենահինն ենք, բայց միևնույն ժամանակ ամենաթվայնացվածն ենք ու առաջինն էինք, որ թողարկել ենք բջջային հավելված և այսօր էլ փորձում ենք արհեստական բանականությունը մեր ամենատարբեր պրոցեսներում, միգուցե որոշները արդեն գիտեն, որ մեքենայի պատճառված վնասի գնահատման մեջ ենք օգտագործել այդ թուլերը, այսօր արդեն կայուն գնում ենք insurtech ուղղությամբ և կիրառում ենք ամենատարբեր պրոցեսներում, վստահ եմ ժամանակի ընթացքում դրա մասին կլսեք։ Այսօր խոսելու ենք կորպորատիվ մշակույթի զարգացման գործոնների մասին, մշակույթի գործատուի բրենդավորման կապի մասին։ Այս մշակույթի դիլեմաների հատվածը երևի թե կխնդրեմ մի քիչ ավելի ինտերակտիվ լինի, որովհետև սա քննարկումով է ավելի հետաքրքիր, կբերենք մի քանի кейսեր, կփորձենք հասկանալ պատկերացումները ոնց ենք լուծում, ինչ դեր ունի HR-ները, որտեղ հիմնականում ինչպես տեսա HR-ներով ենք հավաքվել, և կունենանք հարց ու պատասխանի հատված։ Երևի թե սկսենք։ Ինչ է կորպորատիվ մշակույթը, եթե փորձենք սահմանենք, այն համարվում է մեր բոլոր աշխատակիցների կողմից կիսվող արժեքների, համոզմունքների, սովորությունների, վարքագծերի ամբողջություն, որը ձևավորում է ընկերության ներքին միջավայրն ու գործելաոճը։ Իրականում ինձ ծանոթները գիտեն, որ ես հաճախ կորպորատիվ մշակույթը համեմատում եմ հոգու հետ, որը որպես այդպիսի մարմնի որևէ օրգանում տեղակայված չի, բայց միաժամանակ ամենուր է ու ազդում է բոլոր օրգան համակարգերի աշխատանքի վրա։
Իրականում շատ տեսությանը չեմ անդրադառնալու այս վեբինարի ընթացքում, վստահ եմ բոլորդ լավ տեղյակ եք կամ գիտեք որտեղ կարելի է գտնել, հա, այդ ինֆորմացիան։ Պարզապես մի քանի կետով ուզում եմ նշեմ ինչու է կարևոր եւ ինչ ենք մենք համարում, որ կորպորատիվ մշակույթը ընկերության շարժիչ ուժն է ու հենց վեբինարի անունն էլ ենք, չէ, այդպես ընտրել, ընկերությունը առաջ մղող ու հաջողությունը ներսից կառուցող ուժն է։ Իրականում վստահ եմ, որ գիտեք, որ կորպորատիվ մշակույթը դա ավելի շատ ռազմավարական ակտիվ է, այսինքն եթե ռազմավարությունը որոշում է, թե ինչ պիտի անենք, հա, ուր պիտի գնանք, մշակույթը սահմանում է, որոշում է, ինչպես ենք դա անելու։ Ու հայտնի արտահայտությունն է, գիտեք երևի, հա, մշակույթը, որ նախաճաշին է ուտում, չգիտեմ, երևի թե այդ գիրքը կարդացել եք կամ եթե չեք կարդացել, դրաքերի խորհուրդ կտամ։ Ստրատեգիան։ Սա խոսում է, որ իրականում ստրատեգիան ինքը լինելով շատ կարևոր, ռազմավարությունը շատ կարևոր, մշակույթը ավելի մեծ ազդեցություն է ունենում ընկերության հաջողության վրա, եթե երկարաժամկետ դիտարկենք, որովհետև ռազմավարությունները կարող են փոփոխվել, իսկ մշակույթը այն հենքն է, որը որ support է, աջակցում է փոփոխվող ռազմավարության արդյունավետ ադապտացմանը ընկերություններում։ Ու իրականում հենց այստեղ է գալիս ընկերությունների տարբերությունները, ինչպիսի մշակույթ են ձևավորում, ինչպես են իրենց շուրջը համախմբում թիմին, ինչին են հավատում, ինչպես են կոմունիկացնում այս ամենին իրար մեջ։ Բնական է, որ երբ աշխատակիցները կոմֆորտ են զգում, կիսում են ընկերության նպատակները, այդ նպատակները համընկնում են իրենց անմիջական գործողությունների հետ, այսպիսի մշակույթ ունեցող ընկերությունները հաճախ ավելի մրցակցային են լինում, հա, ավելի այդ կորպորատիվ մշակույթի այսպիսին կամ այնպիսին լինելը արտահայտվում է նաև կատարողականներում, այսինքն մենք նաև անզեն աչքով կարողանում ենք դա տեսնել։ Իրականում կորպորատիվ մշակույթի կառուցման մասին խոսելիս պիտի ասենք, որ դա մեկանգամյա process չի ու այդպես ստատիկ ինքը չի լինում, շարունակական գործընթաց է, մենք դիլեմաների կտորում կանդրադառնանք անպայման ստեղ սրա մասին, բայց այս գործընթացը մռը նախաձեռնություն չի ու իրականում հավասարապես ընկերության ցանկացած աշխատակից ունի կշիռ, ինչպես կներկնայնացնեն, հա, այս արժեքները, մշակույթը եւ ղեկավարները կլինեն դրա օրինակը, կմարմնավորեն ու կտարածեն։ Իրականում մշակույթը, բացի այն ինչ որ այսպես սիրուն կարող ենք զգալ, հա, իրար հետ շփվելուց կամ խոսել դրա մասին, ինքը ունի հստակ մետրիկաներ եւ դա կլինի հոսունության չափման մեջ, դա կլինի retention, promotion, engagement ցուցանիշներ, net promoter index-ը անսահման են, հենց climate survey-ներն են, ու այսինքն դուք եթե զբաղվում եք դրանով ու ուզում եք հասկանալ որտեղ ունեք աշխատելու տեղեր, մետրիկաները շատ են, որտեղից կարելի է դրանք դուրս բերել ու փորձել գնալ դրանց առողջացման, տարածման ու զարգացման ուղղությամբ։ Ես մեր ընկերության օրինակով ասեմ, մեր ընկերության երևի թե 20, այսօր եմ նայել հենց այս ցուցանիշը 20-ից ավել 21% եւ ավել աշխատակիցներ ունեն 10-ից ավել 15 պլյուս տարվա աշխատանքային փորձառություն ու հենց սա ցույց է տալիս ինչպիսի ուժ ունի կորպորատիվ մշակույթը կառավարումը լոյալության ու ընկերության առաջատարների դիրքում պահելու հետ։ Հիմա եթե մի փոքր փորձենք բացենք, հա, ինչ է կոչվում մշակույթ, ինչ բաղադրիչներ ունի։ Ես այստեղ սլայդում առանձնացրել եմ հիմնական 3-ը, վստահ եմ տեսությունների մեջ էլ սա անդրադարձած կլինեք եւ ծանոթ կլինեք։ Տեսլականը դա երբ ընկերությունը որոշում է ուր է ուզում գնալ, հա, որտեղ ենք ուզում լինել, դա մեր vision-ն է։ Նայերի օրինակով կարող եմ ասել, որ մենք ուզում ենք լինել ամենահուսալի ապովագրական գործընկերը, շարունակապար կատարելագործելով ծառայություններ, այսինքն ինքը ցույց է տալիս process, որի հասնելու առաքելությունը դա ինչի համարն է, դա mission-ն է, անգլերեն ավելի լավ է հնչում, մենք շարունակում ենք մատուցել հուսալի ու նորարար ծառայություններ, բայց միևնույն ժամանակ կարևորելով վստահության ու ազնվության հարգանքի մշակույթը։ Իրականում հենց այստեղ էլ արդեն mission-ում էլ մենք տեսնում ենք ինչքան հենք կա արժեքների վրա։ Արժեքները, որը որ մշակույթի երևի թե ամենակարևոր հիմնաքարերն են ու հիմնասյուներն են, ու մեր օրինակով ասեմ, մեր ամբողջ պատմության ընթացքում, սկսած 96 թվականից մինչև այսօր, ընկերությունը հաջողել է, որովհետև կեսել է միևնույն արժեքները ու
վստահ եմ, բոլորդ էլ գիտեք, որ երկար ժամանակ մոտ 30 տարվա պատմություն ունեցող ընկերությունը չի կարող չունենալ բարդ ու ճգնաժամային իրավիճակներ, բայց հենց այս իրավիճակներում է, որ ընկերությունը հենվում է արժեքների վրա ու այսօր էլ շարունակում է զարգանալ։ Մենք իրականում վստահ ենք, որ յուրաքանչյուր միավոր աշխատանք ունի այս ներքնայնացված արժեքները։ Սա ես մեր օրինակով ասեմ, սակայն վստահ եմ, որ ամեն ընկերություն ձևավորում է իր արժեքները, բայց այստեղ խոսքը լավի ու վատի մասին չի, այլ այն արժեքների, որը որ համախմբում են տվյալ մարդկանց, որոնք գնում են նույն ուղղությամբ։ Արագ թվարկեմ մերը, մի փոքր ներկայացնելով ինչ նկատի ունենք, հա։ Ազնվությունը մենք ու մեզ հետ գործընկերային հարաբերություններ ունեցող ցանկացածը կփաստեն, որ միշտ գործում ենք բաց ու թափանցիկ, առաջին հերթին ինքներս մեզ հետ, այնուհետև մեր թիմի, աշխատակիցների, հաճախորդների, գործընկերների հետ։ Պատասխանատվությունը, որը որ եւ պատասխանատվությունն է մեր թիմի համար եւ նաեւ մեր արած աշխատանքի, ինչպես նաեւ չարածի համար։ Թիմայնությունը մեր իրականում այս 28 տարվա պատմությունը, որը որ ընկերությունը հիմնադրվել է 3-4 հոգով եւ այսօր մենք մոտ 300 ենք, հենց դրա մասին է, որ մեր հաջողությունը թիմի բոլոր անդամների միասնական աշխատանքն է ու բնական է, որ սա մեր արժեքների այն ամենահիմնասյունն է։ Նորարարությունը եւս, եթե մեր պատմությունը նայենք, հա, եթե մենք բաց չլինենք փոփոխությունների նկատմամբ, ամեն օր չփորձենք դառնալ մի քայլ առաջ, ժամանակին համընթաց քայլել, չենք կարող լինել 28 տարի առաջ ձևավորված ընկերություն եւ այսօր լինել առաջատարների շարքում եւ անհատական մոտեցումը, որը որ չնայած որ մենք թիմայնությանը շատ կարեւորություն ենք տալիս եւ ամեն մեր հաջողության հիմքում թիմն է, մենք նաեւ այս թիմի մեջ ունենք անհատական մոտեցում ամեն միավորի նկատմամբ, յուրաքանչյուրը ունի լսված լինելու իրավունք, բոլորը ունեն իրենց կարծիքները արտահայտելու իրավունք, ընկերության որոշումներում մասնակցության իրավունք եւ այլն։ Հաճախ այն մարդիկ, ովքեր ինձ գիտեն, հաճախ են պատմում, մենք հաճախ հավաքվում ենք եւ այդ թիմում կարող են լինել եւ top մենեջերներ եւ ամենատարբեր աշխատակիցներ տարբեր ստատուսների ու քննարկենք որևէ case, որը որ դու երբեք չես կարող իմանալ, որ աշխատակիցը որ պահին ինչ անկյան տակ, ինչ ֆիլտրով ինչ որ որոշման կգա, ինչ որ կարծիք կարտահայտի ու դա քո պերսոնական որոշման մեջ ինչպիսի ազդեցություն կունենա, սա մեր արժեքների մասին։ Այստեղ ուզում եմ ասեմ, որ ընդհանրապես բավարար չէ, հա, ընկերության կանոնակարգերում ունենալ ինչ որ գրի առած կանոնաբաներ, արժեքների հավաք, կամ ընկերության պատերին փակցված, կամ երբ ինչ որ մեկին հարցնեն, դրանք թվենք։ Այստեղ իրական արժեքները նրանք են, երբ դուք մաշկի վրա զգում եք, երբ ընկերության որևէ ներկայացուցիչ հետ, դա լինի ղեկավար, աշխատակից, նույնիսկ փորձնակ, անկախ ստատուսից ու սեռից, դուք զգում եք, հա, իրականում չկան լավ եւ վատ մշակույթներ, դրանք ձևավորվում են նույնական արժեքներ ունեցող մարդկանց համախմբամբ, ուստի կա ընտրություն, հա, ինչպիսի մշակույթում ես ուզում աշխատես եւ ինչպիսի մշակույթ ես ուզում համախմբես։ Երբ ես ասում եմ, որ մշակույթն այն է, ինչ դու աշխատակիցների հետ շփումից զգում ես, սա մենք խոսում ենք համասեռ մշակույթի մասին, մի օրինակ մշակույթի մասին եւ իհարկե կան ընկերություններ, որոնց տարբեր օղակների հետ շփվելիս եւ աշխատելիս տարբեր պատկերացումներ կարող ես ունենալ եւ արժեքային համակարգի եւ թե ինչպես են կոնֆլիկտները կառավարում եւ ընդհանուր լիդերշիփի վերաբերյալ։ Սա իրականում չի նշանակում, որ այնտեղ չկա կորպորատիվ մշակույթ։ Սա նշանակում է, որ այնտեղի կորպորատիվ մշակույթն է այսպիսին եւ իմ կարծիքով չկա այդպիսի ընկերություն, որը որ չունի մշակույթ, հա, լինի դա 2 հոգանոց, թե 700։ Իհարկե Երբ 2 հոգանոց կամ 3 հոգանոց փոքր ընկերություն է, շատ հեշտ է հասկանալ այդ արժեքները, համատեղելիությունը, ընդհանուր նպատակներ սահմանելն ու առաջ շարժվելը։ Բայց երբ մեծ է, այստեղ արդեն շատ գործ է առաջ գալիս, եւ քանի որ այստեղ HR-ներով ենք հավաքված, վստահ եմ գիտենք, հա, cultural fit ասվածն ու դրա կարեւորությունը։ Այսօր դրան շատ չենք անդրադառնալու, վստահ եմ գիտեք այս մասին, բայց ինչքան մեծանում է ընկերությունը, սա փաստ է, այդքան ավելի մեծ է պատասխանատվությունը դրվում HR բլոկի վրա, ապահովելու յուրաքանչյուր միավոր աշխատակցի կողմից արժեքների ու համոզմունքների ու վերաբերմունքների ներկայացման վրա ու դրանց համապատասխան աշխատելու ու անընդհատ զարգացնելու ուղղությամբ։
Իրականում երբևէ մտածել եք, որ պահից ենք մենք սկսում ճանաչել որևէ ընկերության կորպորատիվ մշակույթը, ոնց ենք ծանոթանում։ Եթե օրինակ, չգիտեմ, ձեզ հարցազրույցի են հրավիրում, որ պահից ենք ծանոթանում այս ընկերության մշակույթին։ Իրականում առաջին բանը, որ գալիս է սենց մտքին, այդ հարցազրույց գնալն է, բայց եթե մի քիչ ավելի խորը նայենք, այն հայտարարությունը, որը դուք տեսել եք որևէ կայքում, հա, ինչպես էր ձևակերպած, ինչին էր ուշադրություն դարձրած, ինչ անձնային որակներ կամ որակներ էր նշված որպես պահանջներ, այստեղից դուք արդեն մոտավորապես պատկերացնում եք ինչ ընկերություն եք գնալու, ու հետո դա իհարկե շարունակվում է, ինչպես են ձեզ հետ կապի դուրս գալիս, ինչպես են դիմավորում, ինչպես է անցնում հարցազրույցը իրականում երկու կողմանի process է, վստահ եմ գիտեք, ու այնպես չի, որ միայն մենք ենք գնահատում մեր տեխնացուին, նույնքան եւ միգուցե ավելի խորը ինքը գնահատում է մեզ, մեր այս արժեքային համակարգ ու ինքն էլ է ընտրում ընկերությունը կամ չի ընտրում։ Եվ ինչպես ենք իրան մերժում, ինչպես ենք ընդունում աշխատանքի, այս ամբողջը արդեն ծանոթացնում է ընկերության կորպորատիվ մշակույթի հետ։ Եթե շարունակենք այս բաղադրիչների հատվածը, վստահ ընկերությունները ունենում են, հա, մշակված վարքագծի կանոններ, գործարար էթիկայի կանոններ, հաղորդակցման ընդունված ձևեր, նույնիսկ ես այստեղ նշել եմ կոդեքս կամ ինչպես ենք թիմում պիտի իրար հետ հաղորդակցվեք, հա, փոքր ընկերություններում սա այդքան էլ ընդունված չէ, ինչքան ընկերությունը մեծանում է եւ առաջ է գալիս այդ մշակույթի սենց թափահարման փուլերը ինչին կարա դառնանք, ժամանակի հետ դու սկսում ես մշակել դրանք ու ներկայացնել աշխատակիցներին հատկապես նոր ընդունվածներին։ Իրականում իդեալական է, երբ որ ընկերությունը ունենում է ձեռնարկ, որի մեջ այս ամբողջը ներկայացված է լինում, ուր է գնում ընկերությունը, ինչ է անում, ինչին է հավատում եւ ինչու, եւ իրականում անհնար է պահանջել, հա, աշխատակցից հետևել որևէ կանոնի կամ ինչ որ սկզբունքի, եթե ինքը այդ մասին չգիտի։ Ու մենք պիտի վստահ լինենք, որ աշխատակիցը հասկանում է, որ այս կանոնները ընդունված են բոլորի համար այդ ընկերությունում եւ ինքը պիտի ունենա որոշակիության զգացողություն։ Այս սա, եթե անում է, ինչ հետևանքներ կարող է ունենալ, ու դա պիտի լինի արդար ու թափանցիկ բոլորի համար, եթե իհարկե ձեր ընկերության արժեքային համակարգում եւս արդարությունն ու թափանցիկությունը այդպես հիմնասյուն է, ինչպես օրինակ մեր ընկերության օրինակում։ Սա իրականում միայն տեղեկացնելու մասին չէ, հա, մենք կարող ենք սա ուղղակի մեյլին ուղարկել եւ վերջ, բայց դա արդյունք չի տալու, որովհետեւ մարդիկ տարբեր են եւ մենք պիտի կարողանանք իրենց հետ կոմունիկացնել ու պատասխանատու կերպով աշխատել, որպեսզի նրանք կարողանան հասկանալ դրանց իմաստը։ Ու դա միայն առաջի 3 ամսվա մասին չէ, ու դա միայն HR բլոկի մասնագետների մասին չէ, դա նաեւ իր անմիջական hiring manager-ի մասին է, իրեն կցված մենթորի մասին է, որ իրականում նույնիսկ միայն առաջի 3 ամիսների մասին չէ, հա, ամբողջ իր journey-ի մասին է, որ ինքը պիտի իմանա, որ հարցերի դեպքում ում է դիմում, որ հարցերի դեպքում ինչ պատասխաններ պիտի ունենա։ Մենք խոսում ենք, այս բանը խոսեցինք միայն recruitment-ից, բայց դա շարունակվում է onboarding-ում, դա շարունակվում են training-ներում ու զարգացման պլաններ մշակելու մեջ կամ KPI համակարգում, one-on-one-երում հատկապես, ինչպես ենք մենք խնդիրներ բացահայտում։ Օրինակ, երբ որ մենք խնդիր բացահայտեցինք, այս հաղորդակցման սկզբունքներով ենք իրան վերադարձնում խնդիրների մասին, թե ուղղակի խնդիրը տեսանք, որպես ղեկավար փաստում ենք դա։ Ամեն անգամ, երբ մենք ունենում ենք որևէ խնդիր, ես սիրում եմ ասել, պետք է մի հատ շունչ քաշենք ու մի հատ վերլուծենք, արդյոք այն ինչ որ ես հիմա պատրաստվում եմ ասել կամ դիտարկում անել, այն արժեքներով եմ անում, ինչը որ մենք միշտ ասում ենք դրան պիտի հետևել։ Օրինակ մենք ես ու աշխատակիցը գնում ենք մի կողմ, խնդիրը դնում ենք եւ սկսում ենք քննարկել, թե մենք սկսում ենք իրար դեմ խոսալ։ Այս ամեն ինչը պիտի լինի համահունչ, որպեսզի արդյունք ունենա։ Վերջերս ԵՊՀ-ում Անի Մերուժյանի հրավիրով սեմինար էի վարում, ես տեսա ծանոթ անուններ կան, վստահ եմ կհիշեն, այս շարունակականության մասին էի խոսում ու հիշեցի այդ միկրոալիքային բառարանի ինստրուկցիայի օրինակը, այստեղ էլ պատմեմ։ Իրականում միշտ շարունակականության մասին խոսելիս սա պատմում եմ։
Չգիտեմ, եթե գիտեք, որ պահից սկսված է այ միկրոալիքային վառարանի ինստրուկցիայում նշվել, որ կատուներին չի կարելի չորացնել, այն պահին, երբ որ մի հաճախորդ դա արել է, ու հետո բողոքի ալիք է բարձրացել, ինչի գրած չէր ինստրուկցիան, որ դա չի կարելի, որովհետև մենք իրականում երբեք չգիտենք, հա, ինչ որ կանոն որ ունենք, մենք դա բանավոր ասում ենք, կամ մենք մտածում ենք, որ դիմացինը կունենա, կհասկանա, արդյոք ինքը հասկանում է, մենք անընդհատ պիտի մոնիտորինգ անենք, ու երբ որ ասում էի ստատիկ չէ այս process-ը, դու անընդհատ պիտի process-ի մեջ լինես, որ կարողանաս հասկանաս որտեղ կա ինչ որ մի բան, որ ինչ որ աղբյուրները բացատրես, հա, ինչ որ իրավիճակներ եղան, որոնք նախկինում չկար, մշակես նոր process-ներ այս ամենի արդյունավետ կազմակերպելու համար։ Ընկերությունների կորպորատիվ մշակույթները տարբեր են ու տարբեր բաղադրիչներ կարող են ներգրել թե չէ, բայց քանի որ ես այսօր Նաիրի օրինակով եմ ձեզ հետ կիսվում, նշեմ այն հիմնականը, բացի նշվածից, ինչը մենք շատ կարևորություն ենք տալիս, սոցիալական պատասխանատվությունն է, ինքը շատ կպնում է մեր պատասխանատվության արժեքին, որովհետև մենք պարտավորություն ենք ստանձնել, որպես հաջողակ ու զարգացած ընկերություն, մեր հաջողության մի մասը վերադարձնել հասարակություն։ Իրականում այս մասով մենք բավականին լուռ ենք, քան դուք կգտնեք սոցիալական կայքերում այն բարեգործությունները կամ սոցիալական պատասխանատվության ծրագրերը, որը իրականացնում ենք, բայց ես այստեղ ուզում եմ ձեզ ավելի շատ ցույց տամ մեր ներսի կողմը, մեր աշխատակիցների այդ փայլուն աչքերը, երբ իրենք գիտակցում են, որ աշխատում են այնպիսի մի ընկերությունում, որ օգնում է կարիքավորներին եւ բնական է, որ դրանից իրենք ավելի են մոտիվացվում ու ավելի լավ են փորձում աշխատել, ավելի բարձր կատարողական ունենալ, որ ընկերությունը ավելի շատ հաջողի, որ հաջողության մի մասն էլ վերադառնա հասարակություն։ Մշակույթի կարևոր մաս է նաև այս կներեք, առաջնորդության, փիլիսոփայության հատվածը, ղեկավարումը։ Այստեղ էլի ես ուզում եմ նշել, որ լավ ու վատ տարբերակների մասին չէ խոսքը, հա, կարող է լինել ավտորիտար ընկերություն կամ աշխատակիցներին ծառայողական ընկերություն, այդ մոտեցում ու դա հաջողի, հա, լինի արդյունավետ։ Ես մեր օրինակով ներկայացնեմ, մենք արդյունավետ ենք համարում մասնակցային մենեջմենթը, բաց հաղորդակցումը ու որոշումներին մասնակից դարձնելը, հիմնականում մեր բոլոր որոշումները լինում են կոլեգիալ քննարկումների արդյունքում, իհարկե դա բնավ չի նշանակում, որ մեր ընկերությունում այդպես կենտրոնացած որոշումներ չեն լինում, իհարկե լինում են, բայց այդ որոշումներն էլ հետագայում իջացնելը ինչպես ենք անում, էլի բխում է հետ գնանք մեր արժեքներին, այդ բաց հաղորդակցման թափանցիկ ցույց տալու իրենց բենեֆիտները տվյալ իրավիճակի նկատմամբ իրենցից պահանջները եւ այլն։ Այստեղ կարևոր է օրինակելի վարքագծին անդրադառնալը եւս, որովհետեւ ինչպես ցանկացած մենեջմենթում, կորպորատիվ մշակույթում, եթե ղեկավարը այդ մոդելի կրողը չի լինում, հնարավոր չի փոխանցել թիմին։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք կորպորատիվ մշակույթի հաջողման կամ չհաջողման մասին, շատ կարևոր է անդրադառնալ, ինչքանով ենք մենք ներքնայնացվել որպես ղեկավարներ, ինչքանով ենք մեր բոլոր process-ներում, հա, չգիտեմ, հարաբերություններում, կոնֆլիկտների կառավարումում, ստրեսների հակազդումներում այդպիսի վարքագիծ ունենում։ Իրականում ես հաճախ այս թեմային օրինակելի վարքագծի մասին խոսելուց անդրադառնում եմ ծնողավարությանը ու իրականում նույն բանն է, այստեղ էլ կուզենամ այս օրինակը բերեմ։ Կապ չունի մենք երեխաներին ինչ ենք ասում, հա, լավ է այսպես լինել, ճիշտ է այսպես անել, այսպես սխալ է, իրականում իրանք միշտ ի վերջո անում են այնպես, ինչպես մենք։ Ու նույնն էլ այստեղ է, դու չես կարող պահանջել աշխատակցից նվիրվածություն, կոնֆլիկտների կառավարում, ինչ որ արդյունավետ հմտություններ, բայց եթե դու ինչ որ կոնֆլիկտի մեջ ես լինում եւ բացասական վարք ես ցուցաբերում, երբեք քո ասածը այլևս չի լինելու օրինակելի, հա, հակադրվելու է քո ասածին։ Իսկ երբ որ քո պահանջածը եւ քո մոդելը հակադրվում է, մենք վստահեմ գիտենք, որ դա չի հաջողվում։ Մեր փիլիսոփայության առաջնորդության կառավարման մեջ շատ կարևոր է նաև շարունակական զարգացումը։ Առհասարակ կրթությունը մաս է կազմում կորպորատիվ մշակույթի ընկերության թե ոչ, դա էլ է խոսում կորպորատիվ մշակույթի այսպիսին կամ այնպիսին լինելու մասին, հա։ Ոնց են ընկերությունը վերաբերում կրթությանը առհասարակ։ Դրանք դիտարկվում են որպես կարևոր պայման, որպեսզի մարդը ընդունվի աշխատանքի, կրթվում են, ունենում են հմտություն, հետո այդ հմտությունը ավտոմատացվում է
եւ վերածվում է կոմպետենտության, թե կարևորում ենք այս շարունակական կրթությունը։ Մեր օրինակով ասեմ, որ մենք այս մեր տարիների փորձից հասկացել ենք, որ ամենաշնորհակալ գործերից է ներդրում անելը կրթության մեջ եւ սեփական օրինակով վարակել թիմին, հա, ու եթե դու ուզում ես շարունակես լինել առաջատար, ուրեմն դու այսօր պիտի արդեն սովորես մի նոր բան, որը երեք չգիտեիր, սովորես ու իրականում նույնքան կարևոր է կամ ավելի կարևոր է փոխանցես թիմին։ Օրինակ, եթե ղեկավարը սովորում է անգլերեն լեզու, հա, գնում է լիդերշիփի դասընթացների, բայց չի կիսում իր թիմի հետ, երևի թե դա նույնքան վատ է, եթե ինքը չգնար։ Կամ ավելի վատ է իրականում, որովհետև այս դեպքում կապը իր թիմի հետ կորում է։ Կամ եթե օրինակ մենք մենեջերին, լայն մենեջերին ուղարկում ենք կոնֆլիկտների կառավարման տրեյնինգի, բայց թիմում տեսնում ենք, որ այս կոնֆլիկտների կառավարումը բացասական երանգավորում ունի, այստեղ արդեն մտածելու տեղիք ունենք, հա, շատ կարևոր է, որ այս կրթությունը նաև անդրադարձ ունենա KPI-ներում ու ոչ միայն մասնակից KPI-ներ, մասնակից անձանց, հա, աշխատակիցների KPI-ներ, այլև իրենցից մի level ներքև, որպես այս փորձի փոխանցման ու ներքնայնացման managerial skill, հա։ Սա իրականում մի քիչ այլ վեբինարի թեմա էր, մի փոքր անդրադարձ կատարեցի։ Մշակույթի եւ գործատուի բրենդավորման կապի մասին եմ ուզում մի փոքր խոսել։ Իրականում իրենց փոխհաստատությունը շատ հստակ է, եթե մենք հարցնում ենք ինչ կապ կա, պատասխանը հստակ է, ուղիղ։ Ինչպիսին են ընկերության ներքին հարաբերություններն ու արժեքները կամ ինչքանով երջանիկ ու հպարտ է աշխատակիցը, որ տվյալ ընկերությունում է աշխատում, ուղղակիորեն ազդում է, թե ոնց են ընկերությունը պոտենցիալ աշխատակիցները ընկալում եւ առհասարակ հասարակության շրջանում ինչ վերաբերմունք է ձևավորվում։ Ես միշտ ասում եմ, որ գործատուի բրենդավորումը խոստում է, ու մենք խոստում ենք տալիս, ինչպիսին է լինելու քո կարիերան մեզ մոտ, հա, ինչպես ես քեզ գալու, ինչպիսի միջավայր ես ունենալու, եւ դու հաջողում ես, եթե քո կորպորատիվ մշակույթը արդար կերպով ես ներկայացնում, հա, եթե դու օրինակ ներկայացնում ես այնպիսի մի բան, որը քո մասին չի կամ ծաղկացրած ես ասում, դա շատ կարճաժամկետ է լինելու եւ իրականում եթե մի փոքր խորանանք, ավելի բացասական էֆեկտ է ունենալու, քան եթե դրա մասին չխոսեիր։ Եթե գործատուի բրենդավորումը դիտարկենք, Եթե գործատուի բրենդավորումը դիտարկենք նաև ներգրավման տեսանկյունից, ինքը գործիք է ու երբ որ մենք խոսում ենք փոփոխություններից բաց լինելուց, նորարար լինելուց, կհիշեք մեր արժեքների սլայդում, տեսեք, մենք հիմա գիտենք, չէ՞, բոլորս, որ Z generation-ը, նոր սերունդը զգալիորեն տարբերվում է իրենց սպասելիքներով, աշխատանքային արժեքներով։ Նրանք մի քանի առաջնահերթություններ ունեն, որ դու որպես ընկերություն, եթե քո արժեքներին համապատասխան է, կարևոր է, որ իրենք տեսնեն, որովհետև այդ դեպքում դու իրենց համար լինելու ես ցանկալի գործատու։ Դա մեկը այն է, որ դու պիտի լինես թվային, որովհետև իրենք մեծացել են տեխնոլոգիական ոլորտում, այս դարաշրջանում, այսպես ասած, ու չես կարող դու չլինել թվային եւ իրենց հետաքրքիր։ Շատ արժեքակենտրոն են ու անհատակենտրոն են ու ինձ այս սերնդի մեջ դա շատ դուր է գալիս ու իրենց համար շատ կարևոր է այդ ներառականությունը, անհատական մոտեցումը։ Եթե այս արժեքները քո հիմնարար արժեքների մեջ մտնում են, շատ կարևոր է դրանց մասին խոսելն ու կոմունիկացնելը, որ իրենք էլ հասկանան ուր են գալիս։ Եթե չէ, իհարկե դա լրիվ ուրիշ պատմություն է, արդեն քո թարգեթը ուրիշ կողմ է։ Հիմա ես փորձեմ մյուտ անել։ Եվ երրորդը, իրենք շատ սիրում են իմանալ ու զգալ իրենց մաշկի վրա, որ այս ընկերությունը իրենց տալու է աճելու, զարգանալու հնարավորություն։ Այսինքն, եթե ձեր ընկերությունը մշակույթի մեջ ունի այս բաղադրիչը, որ ներդրում է անում աշխատակցի մեջ, ուրեմն սա էլ, հա, համընկնում է։ Տեսեք, ժամանակները փոխվում են, սերունդները փոխվում են, բայց եթե քո հիմնարար արժեքները ունես ու ռազմավարությունները փոխվում են, դու կարողանում ես արդյունավետ կերպով դա ադապտացվել, համապատասխանեցնել փոփոխությունների։ Ահա, այս մասով երևի թե ես միացնեմ իմ բանը, որովհետև ես ձեզ տեսնեմ, դուք ինձ։
Այստեղ կուզենամ արդեն միացնեք կամ ըստ ցանկության, հա, ով որ կուզենա արձագանքել, որպեսզի ես էլ ձեզ լսեմ ու ավելի քննարկային լինի մեր վեբինարի վերջին կտորը, կուզենայի ձեզ հարցնել, ո՞նց եք ապահովում այդ զգացումը, որ կորպորատիվ մշակույթը կառավարվում է աշխատակիցների կամ ձևավորվում է աշխատակիցների կողմից ու ոչ թե վերևից պարտադրված մի բան է։ Անում եք այդպես, կարևորում եք դա, թե չէ։ Եթե կան ցանկացողներ, անդրադառնանք։ Կարող եմ ես սկսել, եթե դեմ չեք, հետո արդեն մնացածը։ Իրոք։ Այստեղ Մանե ջան, դուք parenting-ի ծնողավարման օրինակը Ահա, բերեցիք, հենց այդ օրինակով էլ, այսինքն եթե transparency-ն մեր արժեքներից հա մեր մշակույթի մի մասն է օրինակ ու բայց մենք ոնց որ ինչ որ գաղտնի գործունեություն եք ծավալում թիմը ինչ որ բաներ վերջում է իմանում, արդեն բնականաբար այդ մշակույթը չենք կարող փոխանցել, դա զուտ պատին գրված կամ policy-ում գրված բան կլինի, բայց եթե այս արժեքը մենք անընդհատ մեր ամեն մի քայլում մենք ցույց ենք տալիս, ոնց որ highlight ենք անում, որ քանի որ սա մեր արժեքն է, մենք այս կտորը կիսվում ենք եւ այլն, արդեն ոնց որ ամեն աշխատակից անգամ եթե այդ կտորը չկա, ինքնըստինքյան նաև վերստում է ու մենք ցույց ենք տալիս, որ դա իսկապես պրակտիկ ու այս պահին օգտագործվող մեր կողմից արժեք, հա մշակույթ է եւ այլն։ վերևությամբ համաձայն եմ։ Կան այլ, ահա, ես տեսնում եմ, որ, Ես ահա, նախ ողջունում եմ բոլորիդ, Մանե ջան, Էլիս ջան, բարև ձեզ, հնարավորություն չունեցա ձեզ ողջունեմ։ ողջույն Բարև Ալեն։ ձեզ, ինչ էի տեսել Մանեին, մի քանի օր առաջ էի տեսել Մանեին։ Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ։ Ես էլ եմ շատ ուրախ, որ հասրեցի ու այս ժամանակը ոնց որ համարում եմ լուրջ ինվեստիցիա իմ ժամանակի մեջ, որովհետև այդ գիտելիքները, որ դու կիսվում ես, շատ իրոք շատ valuable են ու ամենաուրախալին իմ համար այն փաստն է, որ ինչ ասում ես, ես ամեն ինչի հետ համաձայն եմ, ես ինքս եմ տենց կարծում ու շատ ուրախանում եմ, որ հայաստանյան իրականում կան գործատուներ, ովքեր որ ոչ միայն դա theoretically ասում են, այն ինչը որ գրքերում գրված է, այլ պրակտիկ կիրառում են, ու ես կարամ ասեմ, որ ես այն մարդ եմ, ով որ տեսել է, որ Nairi Insurance-ը եթե գնահատում է շարունակական կրթությունը, ապա Nairi Insurance-ը դա անում է։ Պրակտիկ կիրառում է, ես պատիվ ու հնարավորություն եմ տեսել դա տեսնեմ ու շատ ուրախանում եմ ու ուզում եմ ավելացնեմ, որ երբ որ մենք խոսում ենք մշակույթի մասին, իրոք շատ կարևոր է, երբ որ մենք այն ինչը որ պատին գրված է, դա անում ենք, որովհետև եթե մենք բոլորս հիշենք Էդգար Շեյնի մշակույթի տեսության մասին, այն արտիֆակտները, այն value-ները, որոնք որ գրված են, ոչինչ են, եթե այդ iceberg-ի տակի assumption-ների հետ չեն համընկնում։ Ու Էլիզի ասած օրինակն էլ բերեմ, եթե օրինակ մշակույթի մեջ արժեքներից մեկը trust-ն է, բայց տնօրենը անընդհատ մտնում է ու իր C-level executive staff-ին անդադ micromanagement անում, դա նշանակում է, որ դա այդ արժեքները ցավոք սրտի իրականություն չեն։ Դրա համար ստե շատ կարևոր է, որ մենք այն ինչը որ մենք գրում են, սիրուն պլակատներ ենք սարքում, տնօրենը միշտ դրա մասին խոսում է, դա իրականություն լինի ու դա բոլորիս վարքագիծը լինի իրականում։ Ու շատ ինձ հետաքրքրեց ու դուր եկավ այդ employee բրենդավորումը, որ ասեցիր Մանե ջան, որ դա խոստում է, իրոք դա խոստում է ու նոր տենդենս կա, հա, այդ որ մենք պիտի մի բանը, որ իրականություն չի չասենք, այդ միանշանակ, ոնց որ ասում են ожидание виси реальность, да, երբ որ դու մի բան մտածում ես, ակնկալում ես ու գալիս ես ու իրականում այլ բան է լինում, դա հիասթափություն է մարդու մեջ առաջացնում ու շատ վատ է employee բրենդավորման վրա անդրադառնում։ Տենդենս կա, որ մի բան էլ դու պետքա չասես, մի բան էլ դու պետքա չգովազդել, մի բան էլ դա պետքա ոնց որ չհայնարացնել, որ մարդիկ իմանան, մի ինչ որ տոկոս դու պետքա թողնես, այն որ մարդը գալիս է գիտի, որ սա կա, սա ճիշտ է, սա սենց է, այլ մի բան էլ ինքը չգիտի ու այդ ժամանակ ոնց որ անսպասելի ուրախություն է սա ապրում ու քո մեջ սերոտոնին է արտադրվում, որովհետև դու այդ
չես պատկերացնում, որ այս բանն էլ գործատուն ունի ու շատ հավես է այն ինչը որ դու ասում ես Մանե ջան, կիսվում ես ու եւս մեկ անգամ ասում եմ, որ ինձ լսում է նայր ինշուրենսն այն գործատունա, որը որ այն արժեքները որ կրում է, ասում է իրոք ինքը կրում է ու նա պրակտիկե կիրառում է այն ինչը որ теоретически ասվում է։ Շնորհակալ եմ շատ Ալա ջան, այս պարագայում դու լրիվ մեր բրենդ ամբասադոր հանդես եկար որպես ես համեստություն անեմ, ավել բան չասեմ, շնորհակալ եմ կարծիքի համար, ես տեսա, որ Վիոլետան է ձեռք բարձրացնում, ճիշտ եմ տեսնում, Էլիս ջան։ Հա, Մանե ջան, ուղղակի չուզեցի ընդհատեմ, Վիոլետան է հաջորդ հարցի հեղինակը, Վիոլետա ջան, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ, ես նորից կներկայանամ, ես Վիոլետան եմ Ղազարյան, աշխատում եմ Evolve ընկերությունում որպես HR մենեջեր, մեր կտորում միայն ես եմ եւ պատասխանատուն միայն ես եմ, Մագնուսի շրջանավարտներից եմ եղել, ես զուտ ուզում էի այդ բուջուր օրինակով կիսվել, որ ասում եք, որ հնար պետք չի գրել կամ պլակատներով պետք չի սարքել, օրինակներից մեկը, որ վերջում ես ինքս կիրառեցի մեր ընկերությունում, այդ սառույցի հալեցման փոքր ընթացք եղավ խաղի միջոցով, խաղի հիմնական իմաստը այն էր, որ դուրս բերենք հիմնարար արժեքներ ընկերության հարցերի միջոցով, իդեպ այդ Մերին է մեզ սովորացրել դասընթացներից մեկի ժամանակ, չգիտեմ Մերին էստեղ է թե չէ, ես միշտ Մերին առանձնացնում եմ, որտեղ Մերին շատ եմ սիրում։ Ինձ թվում է Մերին էստեղ Ես էստեղ եմ ու սեժվում եմ ճանապարհի։ Հա, ու ոնց որ իմ միտքը նրանումն է, որ պարտադիր չի գրել կամ օրինակ ծառայել, նաև կարելի է այս մեթոդները օգտագործել։ Շատ ժամանակ նաև քննարկումներ եմ կազմակերպում ընկերության ներսում, տենց գործ, եթե աշխատանքը վերջացնում եք 6:30, տենց 5:30-ից սկսում են քննարկել, ով ոնց է հասկանում աշխատանքային հարաբերությունները, ինչ է տեսնում ընկերությունում, արդյոք աշխատողի եւ ընկերության նպատակները զարգացման համապատասխանում են, թե ոչ։ Սա զուտ մի փոքր փորձով ցանկացա կիսվել, որ հնարավոր է նաև այս մեթոդները օգտագործել։ Այո, իհարկե, շնորհակալ եմ ձեզ, շատ ճիշտ օրինակ բերեցիք։ Իրականում, երբ խոսում ենք պետք չի, այս այն կոնտեքստում, որ միայն անելը, գրելն ու փակցնելը բավարար չէ, բայց երբ որ դու գրում ես, երբ որ ձեզ մոնիտորինգ ես անում, երբ որ անընդհատ այդ քննարկում ես, հա, արժեքները փորձում ես ապահովել, որ ամեն աշխատակից կարողանա հասկանալ սրա մասին, հա, ու ես շատ ուրախ եմ, որ ձեր ընկերությունում անում եք, ինքը շարունակական process է, ինչքան թիմը մեծանա եւ ձեր թիմը, հա, HR թիմը եւ ընկերության թիմը, այդքան ավելի շատ է կարիք լինելու այսպիսի վարժությունների, իրականում տեսության մեջ շատ կան, դուք կարող եք ադապտացնել ձեր հարմար, հա, ձեզ հարմար տարբերակով ու գտնել նոր լուծումներ դրան։ Եթե այս հարցի հետ կապված բան չկա, մենք հաջորդին անցնենք, որ հասցնենք դիլեմաներ քննարկել, ձեզ մերսի։ Եթե երբևէ հանդիպել եք դիլեմաների ձեր ընկերությունում, ինչա դիլեման, հա, մի երկու բառով ասենք, երբ որ մեր արժեքները, արժեքային հիմնաքարերը եւ այս պահի գործող իրականությունը բախվում են, ու դա լրիվ նորմալ է, դա կարող է լինել ճգնաժամային փուլերում, երբ որ երկար ժամանակ ընկերությունը գործունեություն է ծավալում, վստահ եմ նկատած կլինեք, հա, որոշակի թռիչքներ է ունենում եւ զարգացումների, եւ անկումների, եւ ստրեսների, անորոշությունների, այս բոլորը այսպես թափահարում են ընկերությունը արժեքային հատվածով, բայց ոնց ենք մենք այդ ժամանակ լուծում մեր խնդիրները, ոնց ենք այդ արժեքային դիլեման հաղթարում, ելի խոսում եմ մեր մշակույթի այսպիսի կամ այնպիսի լինելու մասին։ Հիմա ուզում եմ հարցնեմ, երբևէ մտածել եք որևէ դիլեմ կամ ճանաչել եք, որտեղ մենք կարող ենք լինենք այդ կորպորատիվ մշակույթի դիլեմաների մեջ, այնքան մեջ լինենք, իրեն չճանաչենք որպես այդպեսին, հա, ուղղակի լուծում տանք ու անցնենք առաջ։ Երբևէ ձեզ բռնացրել եք այսպես չակերտավոր այդ դիլեմաների մեջ ու ոնց եք լուծում տվել։ Կան ունենք, այստեղ ինչ որ հետաքրքիր քեզ եկարան, դրանք չլինեն հենց ձեր ընկերությունից, կարող է օրինակ ինչ որ ընկերություն research արել, գնացել եք հարցազրույցի, օրինակ գրված ա եղել, որ շարունակական զարգացումի մի մասն է, բայց պրակտիկայում վստահվել եք, որ այդքան էլ այդպես չի։ Քեյսեր կոնֆիդենցիալություն ելնելով անուններ չեն կիսվին, այնպես որ կարող եք հանգիստ կիսվել։ Եթե չկան ու չենք ուզում դրա մասին խոսել։ Կներեք, ես կարող եմ մի բան ասել։ Իհարկե, Աննա ջան։
Ես ինչ-որ case չեմ կարող ասել, բայց կարող եմ ասեմ, որ դիլեմաներից խուսափելու համար կամ դրանք բացահայտելու համար շատ կարևոր կլինի ինձ թվում է բաց քննարկումներ անցկացնելը, որ յուրաքանչյուր աշխատակից հասկանա դրա պատճառը։ Այսինքն, երբ որ պատճառը վեր ենք հանում, հասկանում ենք արդեն գործողությունների ընթացքը, թե ինչպես կարող ենք այդ հարցը լուծել։ Ինձ թվում է այդ կերպով կարող ենք էլի հավասարակշռված ինչ-որ լուծում տալ որևէ դիլեմայի։ Իհարկե, եթե ձեր ընկերությունում հաղորդակցումը դիտարկվում է որպես բաց քննարկումներ, թափանցիկ ու դա ձեր արժեքային համակարգում է, իհարկե սա օգնելու է։ Ցանկացած ընկերություն դիլեմաները, այդ խնդիրները լուծում է ելնելով իր մշակույթին։ Հա, կարող է լինել ընկերություն, որ ղեկավարը ասում է այսպես է ու վերջ, հա, դիլեման այդպես է լուծվում։ Բայց ելի եմ ասում, դա շատ կախված է, թե ինչպես ենք մենք որևէ խնդրի անդրադառնում, որևէ որոշման գալի, որևէ ստրես դիմակայում, դա կախված է մեր մշակույթից։ Իրականում, բայց ստրեսային իրավիճակներում սա էլ է շատ կարևոր, հոգեբանության բեքգրաունդ ունեցողները վստահ եմ կհամաձայնեն, մենք ամենասենսիտիվ, ամենադժվար ճգնաժամային պահին մի քիչ հետ ենք անում ու այն բազային տարբերակով են։ Կարող է մենք շատ երկար սովորած լինենք ինչ-որ տարբերակներ, ինչ-որ մեթոդներ եւ այլն, բայց ամենաճգնաժամային պահին մենք սովորաբար լինում ենք հենց մեր բազային տարբերակով։ Դրա համար շատ կարևոր է այդ մի վայրկյան ուղղակի շունչ քաշել ու հասկանալ արդյոք այն ինչ որ ես այս պահին որոշում եմ կամ լուծում եմ տալիս, բխում է իմ ընկերության կորպորատիվ մշակույթի արժեքներից, թե չէ, որովհետև եթե ինքը չբխի, ինքը հետևից բերելու այլ խնդիրներ, որը որ մենք ժամանակի ընթացքում պիտի նորից լուծենք։ Շատ լավ, երկու քեյս եմ պատրաստել, որը որ կուզենամ միասին քննարկենք։ Հենց մեկը աճի ու ճգնաժամի մասին է, էլի կարող եք, հա, ձեր ընկերության օրինակը չբերել, կարող ենք միասին այսպես brainstorm անել, ինչ խնդիրներ կարան լինել եւ մյուսը տեխնոլոգիաները ոնց են վերափոխում մշակույթը։ Կարծում եմ վերջինը բոլորից ծանոթ կլինի, որովհետեւ այ վերջի հատկապես AI-ի զարգացումով շատ փոփոխություններ են լինում, որը որ մշակույթը մի քիչ սենսիտիվ է դարձնում։ Արդյոք նկատել եք թե չէ, կամ ունեք որևէ պլան, որ օրինակ աշխատակիցների մեջ որ լինի այդ անհանգստությունները, որտեղ երկու տեսակ կարող են դա արտահայտվել, չէ՞։ Մեկը կարող է լինել, որ երբ որ տեխնոլոգիաները զարգանան, ինքը դրական ազդեցություն ունի, կարող է կրճատել մեր որոշակի ավտոմատացված գործողություններ եւ մեզ ավելի տա այդ ստեղծագործական ChatGPT-ն հենց այդպես է պատասխանում այդ հարցին, ստեղծագործական գործերին ժամանակ տանք։ Բայց կարող է նաև այն մարդիկ, ովքեր շատ սիրում են հարաբերություններ ու մենք սոցիալական էակներ ենք, մեզ համար կարևոր է։ Կարող է այդտեղ անհանգստություններ առաջանալ, անորոշության զգացողություններ առաջանալ։ Եվ մյուսը, որ հիմա շատ լեյօֆներ են լինում, որովհետև որոշակի աշխատատեղեր, գործունեություններ, գործընթացներ, պարտականություններ վերափոխվում են, դառնում են ավելի տեխնոլոգիական, հա, այդ անհանգստությունները, անորոշությունները, որ կարող են ունենալ։ Երբևէ մտածել եք կամ առնչվել եք կամ մտածել եք այս ուղղությամբ ոնց կարող ենք լուծել այս դիլեմաները։ Այս մասով կան ինչ-որ կարծիքներ։ Ես քանի որ չաթը չեմ տեսնում, էլի շեմ, երևի դու ավելի։ Այս պահին չկան դեռևս կարծիքներ, բայց այս բավական հետաքրքիր topic-ը, դրա համար կուզենամ ավելի ակտիվ լինենք։ Էլի եմ ասում, կարող են կանոններ չտալ, քեյսերը անոնիմ կերպով կիսվել, բայց կիսվենք, որովհետև նպատակը ոչ միայն speaker-ի եւ մեր կոմունիկացիան չի, այլ ընդհանուր experience-ի, knowledge-ի sharing-ով բոլորովս, էլի, որովհետև այս պահին շուրջ 43 մասնակից է ու վստահ եմ շատ հետաքրքիր քեյսեր ունեք կիսվելու։ Ունեք Ինչ-որ մեկը հարց ուներ։ Չէ, ես էի ուզում ավելացնեի, որ լսվում եմ։ Ահա, լաճանցում։ Միանշանակ Մանայի հետ համաձայն եմ, որ բոլորս մեր աշխատավայրում, թե մենք որպես HR մասնագետ, առաջինը հենց մենք մասնագիտություն որպես HR կրող մասնագետներ, մենք էլ ունենք այդ վախը, որ մեզ AI-ը կփոխարինի, որ մասնագիտություններ կան, որ արդեն իսկ փոխարինվել են, օրինակ content writing-ը,
իսպար հիմա վերացել է, այսինքն, չգիտեմ, նույնիսկ թվային մարքեթինգի մեջ հաստիկներ կան, SEO-ն, որ արդեն AI-ով է արվում, այդ ամեն ինչը մեր բոլորիս մեջ վախը կա ու HR-ների, սենց ասած, առաքելությունը ու գործառույթներից նաև մեկը, այդ հենց մենք պիտի պայքարենք ու մենք պետքա մեր օրինակով հա, այդ հաղթահարելով այդ վախը, այդ մեր օրինակով, էլի role model հանդիսանալով, մեր աշխատակիցների մեջ այդ փորձենք արմատախիլ անել այդ վախերը, որ մեր աշխատակիցները ունեն, պարզ կոմունիկացիայով, թափանցիկությամբ ու ոնց որ էլի օրինակ ծառայելով ու միանշանակ այդ վախը կա ու պետքա նաև երևի կենտրոնանանք այն մոտեցման վրա, որ AI-ը всего лишь գործիք է, դու չես կարա, AI քեզ տալիս է լուծումներ, օրինակ, կամ դատա, դու ես արդեն ընտրում այդ լուծումներից որը ընտրես, կամ ոնց այդ դատան օգտագործես, այսինքն մենք պետքա մեր աշխատակիցներին հաղորդակցվելով բացատրենք, որ AI-ը դա գործիք է, որը որ մեզ թույլ կտա մենք ավելի ստրատեգիկ որոշումներ կայացնենք, ավելի կրեատիվ գործառույթներ կիրառենք, եւ միանշանակ էլի կասեմ, որ ոնց որ Մանեն ասեց մշակույթը դա հոգին է, նույն ձևի մշակույթի միջոցով մենք պետք է այդ խնդիրները լուծենք ու կրողը լինենք ու հավատարիմ լինենք այն արժեքներին, որոնք որ մեզ օգնում են կրիզիսային իրավիճակներում, որովհետև ինչ որ չափով սա crisis management է, այս AI-ի դարը, հա, որ մենք բոլորս անցնում ենք, ու մենք պետք է մեր արժեքներին կից հավատարիմ լինելով ուղղակի ոնց որ անցնենք այս կրիզիսի միջով։ Այո, համաձայն եմ։ Կարելի է մի բան ավելացնել։ Իհարկե։ Հա, ողջույն բոլորին։ Ուզում եմ ասեմ, որ Չէ՞, ասում ճիշտ եմ տեսնում։ հա։ Ուզում եմ ասել, որ շատ դժվար է, նու այն ընկալելը, որ կարա AI-ը փոխարինի HR-ին, որովհետև HR-ը գործունի մարդկանց զգացմունքների հետ ու AI-ը ընդհանրապես ձեր չի կարող էլի դա փոխարինել։ Լուծումներից մեկը կարծում եմ նա է, որ ընկերությունում կարևոր է people partner manager-ի արկայությունը, ինչը նշանակում է, որ այն խնդիրները, որոնք ունեն աշխատակիցները, շատ կարևոր է, նույնիսկ առողջական, նույնիսկ ես դեպք գիտեմ ընկերությունում, որ նույնիսկ people partner manager-ը գնում է հիվանդանոց աշխատակցի հետ, հասկանալու ինչ խնդիրներ ունի, այսինքն տարական, հա, մարդկանց պահանջմունքները պետք է բավարարել, կամ չգիտեմ, ես գիտեմ, որ այդ նույն ընկերությունում նաև մտում են ու, չգիտեմ, հարցնում են ինչ-որ ընտանեկան հարցեր, ինչպես վարվել ես դեպքում, ինչ անել եւ այլն, այսինքն հոգեբանի կամ հենց այդ people partner manager-ի արկայությունը շատ կարևոր է այս դեպքում։ Մարդուն մարդ է պետք, չէ՞։ Այո։ Իրականում լրիվ է, ասեք։ Այս մասով տեխնոլոգիաները ինչքանով են վերափոխում, ինձ թվում է բավականին խոսում ենք միշտ բացասականի մասին, բայց դրականի մասին խոսելով շատ բաներ ավտոմատացվում է, շատ դատա ենք ունենում ընդհանուր որոշումների կայացման մասով, այստեղ երևի պետքա ուղղակի ավելի շատ ուշադրություն դարձնենք մարդ-մարդ կապի, թիմի ներսի, հա, կապի, մարդկային կապերի պահպանմանը, որը որ տեխնոլոգիաների զարգացման հետևանքով մի քիչ ավելի սուղ է դառնում։ Ամեն դեպքում ես այս տենդենսը զգում եմ, այսինքն սա կարա մշակույթի վրա ուղիղ ազդեցություն ունենա։ Ճիշտ է, Էլիս ջան, դրա համար ինձ թվում է շատ կօգնի որպես լուծում մեր հանդիպումները թիմային ամենատարբեր թեմաներով update-ით պահել։ Դա COVID-ի ժամանակ էլ էր շատ ակնհայտ, հիմա նաև այն ինչ որ դու նշեցիր, մարդկանց մարդ պետք է ու մարդիկ տարբեր են, հա, տարբեր պահանջմունքներ ունեն սոցիալական շփումների վերաբերյալ։ Երբ որ դու ժամանակ առ ժամանակ շաբաթական, ամսական, հա, թեկուզ on-line ինտրանետի միջոցով դու հանդիպումները ապահովում ես եւ մարդիկ տեսնում են, որ դու update-իդ ես իրենց անհանգստությունների, վախերի, վերաբերմունքների նկատմամբ, իրենք էլ են բաց խոսելու դրանց մասին։ Իսկ երբ որ մենք խոսում ենք դրանց մասին, ինքը դառնում է առարկա, հա, որի հետ կարելի է աշխատել։ Անպայման օգնում է օրինակը, հա, մեր ընկերությունում այդպես ընդունված է, մեր մշակույթի մի մաս է, որ մենք ինքներս ենք լինում առաջին կիրառողները եւ մեր օրինակով ենք փոխանցում այն բենեֆիտները,
որը որ մենք ստանում ենք։ Ինչպես Էլիս ջան դու ասեցի, շատ կարևոր է տեսնել նաև դրական կողմերը։ Եթե մենք որևէ բանից վախենանք ու հետ քայլ անենք, երբևէ մենք չգիտենք ինքը ինչ արդյունք կտա, թեկուզ դրական իմաստով, թեկուզ բացասական, հա։ Այդ օրինակ լինելը ու մասնակից դարձնելը որոշումներին, հա։ Օրինակ մենք որոշում ենք այս process-ում այս կիրառել։ Ինչ եք կարծում, ինչ անհանգստություններ կլինի, ինչ կփոխվի, ձեր թիմերը ոնց կզգա։ Երբ որ մարդիկ դրա որոշման մաս են կազմում, իրենք ավելի մոտ են լինում դրան։ Հետևաբար արդյունավետությունը, որ ինքը ավելի դրական բաներ կքաղի դրանից, քան բացասական է կարա քաղի, ու դա էլ է քննարկման թեմա։ Այստեղ մի բան է ես ավելացնեմ, երևի թե ամենաչելենջինգը ըստ ինձ էլի ոչ թե տեխնոլոգիաների զարգացումն է մշակույթի առումով, այլ հենց այս ճգնաժամի պայմանները, որովհետև ենթադրում եմ, որ շատ ղեկավարներ, հիմնադիրներ հնարավոր է օրինակ HR-ը ցանկանա մեծ ուշադրություն դարձնել մշակույթի վրա, սրա հետ կապված նախաձեռնություններ անի, բայց ճգնաժամի պայմաններում օրինակ հնարավոր է ղեկավարի կողմից ընդդիմություն լինի, որ մեզ համար ճգնաժամային իրավիճակ է, բայց մենք նման բաների վրա ենք կենտրոնանում։ Երևի ամենամարտահրավերայինը այս ճգնաժամային իրավիճակներում հենց մենեջմենթի ընդհանուր ֆիդբեքն է այս առումով։ Այ կհիշես խոսքի սկզբում, երբ որ խոսում ենք ռազմավարության ու մշակույթի մասով, այն որ ճգնաժամը որևէ ռազմավարություն պիտի փոխել եւ այլն, սա process է, որ պիտի անենք։ Մշակույթը, HR ասեցիք, HR-ը ինչ որ առաջարկներ է ներկայացնում։ Շատ կարևոր է, որ ինքը կարողանա ներկայացնի, որ ինչ կերպ մենք պիտի դա անենք, որպեսզի չունենանք այդ մեր մշակույթի կազմալուծումը, որովհետև եթե մենք կազմալուծում ունենանք, այդ ճգնաժամները գալու են ու գնան։ Մենք հետո ավելի մեծ խնդիր ենք ունենալու։ Կարելի է իրար հետ մշակել պլան ու դրա համար եմ ասում, ինքը շատ մեծ գործունեություն է ու միայն HR-ի վրա չի։ HR-ը պիտի կարողանա հասցեատերերին ճիշտ ներկայացնի, ոնց մենք պիտի օրինակ ժամանակի ընթացքում սա կազմակերպենք, ներգրավել, օրինակ չգիտեմ, հա, ինչ որ նոր բիզնես որոշում ունենք, որը որ մենք չենք ասել թիմին, հա, բայց մենք ունենք անկեղծության, թափանցիկության արժեք։ Ինչքանով է ճիշտ, մենք խոսենք, որ մենք ազնիվ ենք, բայց այս բիզնես որոշումը չկոմունիկացնենք։ Հա, միգուցե այդ ժամանակ, երբ որ մենք ինչ որ ստրեսային կամ ճգնաժամային իրավիճակ, չենք էլ մտածում ենք այս արժեքը պահում ենք, թե չէ, այ մեր դերն է կարողանալ այս կոմունիկացիան բոլոր օղակների հետ պահել։ Բացի այն, որ մենք դա անենք ցանցային տեսքով, մենք նաև ապահովենք, որ օրինակ բոլոր մենեջերները ամեն մեկը իրենց թիմը, որովհետև շատ հեշտ է, եթե 150 հոգով ես, հա, բայց ամեն կրկնակի թվի մեծացման դեպքում դու արդեն պիտի կարողանաս դա տարածես եւ տարածող այն մարդը, որ վերցրել է, ինքն էլ իջեցնի, հա, որպեսզի կարողանաս եւ ճգնաժամերին եւ այդ անորոշություններին դիմակայել։ Շատ լավ, մերսի շատ Մանե ջան։ Մեզ մոտ Վիոլետան հարց ունի, Վիոլետա ջան, լսում ենք ձեզ։ Իմ հարցը ավելի շատ ներգրավվածության մասով է, քանի որ խոսքի մեջ էլ ոնց որ միացակ այդ ճյուղին հարցը ստամել, եթե դեմ չեք։ Նայեք, ըստ Մասլոուի բուրգի ամենատակի հատվածը դա ֆիզիկական պահանջներն են աշխատողի։ Իմ հարցը հետևյալն է, եթե աշխատողի ֆիզիկական պահանջները, ընտանեկան, անձնական, էական չեն թողնում, որպեսզի ինքը լիարժեք ներգրավվի, բայց ցանկությունը նկատվում է։ Կորպորատիվներին մասնակցի, գործից հետո քննարկումներին մասնակցի եւ այլն, էլի։ Ինչպես կարելի է փորձել օգնել աշխատողին, որպեսզի ինքը ներգրավվի առանց իր անձնական կյանքը ներխուժելու։ Ես երևի թե խորհուրդ կտայի բաց քննարկում իր հետ իրականացնել, նախ հասկանալու համար սա ձեր ընկալումն է, որ ինքը ունի դրա կարիքը, թե դա իր կարիքն է իրականում։ Մենք սովորաբար շատ էմպաթիկ լինելով, այլ որ դուք խոսեցիք Մասլոուի բուրգից, ենթադրում եմ, որ նաև կարող ունենանք հոգեբանական բեքգրաունդ, մենք շատ էմպաթիկ լինելով երբեմն մտածում ենք, որ ինքը կարող է լինել այսպես կամ կարող է ուզենալ, կամ կարող է նաև այդպես լինի։ Առաջին հերթին ես կկոմունիկացնեի, որ օրինակ տեսնում եմ, որ այս բաներին չես մասնակցում, բայց ուզում ես։ Եթե մարդը ինչ-որ բանից նեղվում է, սովորաբար ինքը ունենում է դրա պատասխանը իր ներսում, ոնց իրականացնել։ Կարելի է իր հետ կոմունիկացնել, ոնց է ինքը տեսնում այդ լուծումները, կամ չգիտեմ, կարող է ինքը հնարավորություն չունի, ինքը հերթափոխով աշխատող է, կամ ունի որոշակի ֆիզիկական խնդիրներ, որ չի կարող գալ, բայց դու չես կարող որևէ միջոցառում հատուկ իր համար մշակել։ Մենք կարող ենք, չգիտեմ, դա մշակել ըստ իր պահանջների, ինքը ինչ է ուզում։
հա, շատ ժամանակ իրենք սովորաբար իմանում են իրենք ինչի կարիք ունեն, բայց վախենում են դրա մասին բարձրաձայնեն, ամաչում են բարձրաձայնեն, երբ որ աշխատակիցը զգում է, որ նույնիսկ այս դեպքում, հա, ընկերությունը իր կողքին է ու որևէ անձնական դրվագում պատրաստ է ընդառաջ գնալու, որպեսզի իր well-being-ը ավելի բարձրանա, վստահ եմ այդ համատեղ քննարկման ընթացքում ինքը ասելու է այն հիմնական պատասխանները, որը որ իրեն է օգնելու տվյալ իրավիճակում։ Ու արդեն դուք քննարկելու եք, հա, դա ընդունելի է անկերության տեսանկյունից, հնարավոր է, որովհետև կարող է ընդունելի ու հնարավոր չլինի։ Եղավ, մերսի։ Շնորհակալ եմ շատ հարցերի համար, բոլորիդ ակտիվ ներգրավվածության համար ու որ այսպես կայուն բոլորս մնացինք մինչև վերջ։ Մանեջան, ձեզ եմ շատ շնորհակալ ձեր ժամանակը տրամադրելու համար, որովհետև իսկապես բավականին ինֆորմատիվ էր։ Վստահ եմ հանդիպումից հետո էլ շատ ինչ-որ մտքեր կգան, որոնց հարցերը կուզենանք էլի լսել ձեզանից կամ առհասարակ երկրորդ հանդիպում ունենալ։ Շնորհակալ եմ, այս մասով նաև կկիսվենք ձեզ հետ պրեզենտացիայով, հետագայում նաև recording-ով, որպեսզի վերհիշեք հանդիպման ընդհանուր դրվագները, կտորները ու արդեն կապի մեջ կլինենք։ Մեզ էլ բոլորիս լավ երեկո եմ մաղթում։